Ռոբերտ Քոչարյանը եւ նրան սատարող երկու օլիգարխները անընդհատ խոսում են խաղաղության պայմանագրում ինչ-որ երաշխավորների պարտադիր ներկայության մասին։ Սակայն այս օրերին, երբ մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են, երբ աշխարհով մեկ պատերազմական գործողություններ են, Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Հայաստանում մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում վաղուց արդեն իսկ հաստատված է խաղաղություն։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող երկու օլիգարխների միակ նպատակը կա եւ մնում է հաստատված խաղաղությունը խափանելը։ Հայաստանը ռազմական նոր գործողությունների մեջ ներքաշելը, որովհետև միայն այդ դեպքում կարող են հասնել իրենց հրեշավոր պլանին՝ Հայաստանը գուբերնիայի վերածելուն։ Սիրելի ժողովուրդ, ավելի քան վստահ եմ, այս օրերին ավելի քան գնահատում ու արժևորում եք այն խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն այդ խաղաղությունը պետք է փրկել, պահել ու պահպանել։ Այդ խաղաղությունը պետք է փրկել թե Ռոբերտ Քոչարյանից եւ թե նրան սատարող երկու օլիգարխներից, որովհետեւ ամեն գնով փորձելու են խափանել հաստատված խաղաղությունը։ Խաղաղություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։